Ինչու է ներելը շատերի համար դժվար։ Ինչու չներես եւ այդ ծանր բեռը քաշ տաս սրտումդ ողջ կյանքում։ Ում է դա վնասում։ Նրան, ով քեզ ցավ է պատճառել։ Ոչ, դա միայն քեզ է վնասում։ Նա ցավ պատճառեց գնաց, խոսքով, արարքով, անտարբերությամբ, չգնահատելով, արեց ու հեռացավ։ Բայց քանի դեռ դու նրան չես ներել, այդ ցավը չի գնալու։ Այն ծանր քարի պես կախված է մնալու սրտիցդ։ Եվ ոչ միայն ամեն հիշելիս նորից կվերապրես քո ցավն ու վիրավորանքը, այլ նաև կկորցնես խաղաղությունդ, եւ որ ամենակարևորն է, Աստծո կողմից ներված լինելու հնարավորությունը։ Ոչ ոք եւ ոչինչ այնքան մեծ արժեք չունի, որ դրա պատճառով կորցնես փրկությունդ։ Պատվիրված է, ների՛ր, որ ներվես։ Ուրեմն, ներելով մենք լավություն չենք անում նրան, ով մեզ ցավ է պատճառել, այլ ինքներս մեզ։ Իսկ չներելով նրան չենք պատժում, այլ ինքներս մեզ։ Այո, երբեմն ներելը դժվար է, բայց Աստված դա գիտի եւ կարող է օգնել։ Տեր Աստված, օգնիր, որ կարողանամ ներել։ Փորձիր եւ մի օր կնկատես, որ նրան հիշելիս սիրտդ այլևս չի կծկվում ցավից։ Եթե մի փոքր էլ ջանք թափես ու ինքդ քեզ ստիպելով ասես. Տեր, մաքրիր նրա սիրտը, որ իմ հանդեպ ունեցած չարության պատճառով քո բարկությանը չարժանանա, Աստված սիրտդ կլցնի ուրախությամբ ու խաղաղությամբ, իսկ կյանքդ օրհնություններով։ Տես թե ում է օգուտ տալիս ներելը, քեզ եւ միայն քեզ։ Ներիր հանուն Հիսուս Քրիստոսի, հանուն քո փրկության։ Ամեն անգամ, երբ քեզ ցավ են պատճառում, հիշիր, Աստված մարդացավ, աշխարհ եկավ փրկելու, բայց նրան ատեցին, չարախոսեցին, զրպարտեցին, չգնահատեցին եւ խաչեցին։ Ներիր եւ լուռ բաց թող։ Քո կռիվները, դատերը, վրեժխնդրությունը հանձնիր Աստծուն։ Ուզում ես աղոթքներդ ընդունվեն, ներիր։ Ուզում ես օրհնվես, ներիր։ Ուզում ես խաղաղ լինել, ներիր։ Ուզում ես ներվես եւ փրկվես, ներիր։ Եվ վերջապես հիշենք, որ անմեղ մարդ չկա։ Բոլորս էլ մեր կյանքի ընթացքում ցավ պատճառում ենք, գիտակցաբար կամ անգիտակցաբար։ Եթե մեր սրտում չներում կա, ուրեմն մեր կյանքի դուռը բաց է սատանայի առաջ։ Նա կվերցնի մեր ցավը, վիրավորանքը, հիասթափությունը եւ մեզ հանգիստ չի տա։ Նա սնվում է դրանցով, զինվում է դրանցով եւ իրավունք է ստանում գործելու մեր կյանքում։ Կտրիր նրա հացը, անոթի կմնա ու կգնա։ Զինաթափիր նրան եւ նա կպարտվի։ Ով շահեց, իհարկե դու։ Հիշենք ամենակարևորը։ Մեր պատերազմը մարմնի եւ արյան դեմ չէ։ Մեր իրական թշնամին անօրենն է,